Սիրելիներս, ուզում եմ խոսել որոշ հակաքրիստոնեական երևույթների մասին, որ հենց հիմա գործում են Հայաստանում, աղանդների մասին չի որ խոսում եմ, բայց այլ թեմաներով, որոնք եւ ովքեր որ սատանայի ծառաներն են եւ փորձում են այս վերջին օրերում Հայաստանը, որ կանգնած է քրիստոնեական վերածնունդի ժամանակի մեջ եւ կետի մեջ, այդ դիրքում, այդ տեղում է գտնվում իր պատմության, երբ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ վերջին հնարավորությունն է տվել փրկվել որպես ազգ եւ որպես քրիստոնյա, եւ այս վերջին օրերում, որ շուտով հափշտակությունն է, շուտով Հիսուս Քրիստոսը գալու է իր եկեղեցու հետևից եւ դրանից հետո իշխելու է նեռը եւ դրանից հետո արդեն լինելու է Հիսուս Քրիստոսի դատաստանները երկրի վրա, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, այսինքն մենք կանգնած ենք աշխարհի ամենակարևոր, ամենավճռորոշ վերջին օրերի մեջ, ապրում ենք այդ օրերը եւ հոգեվոր ու ֆիզիկական դաշտում ամենամեծ պատերազմների ժամանակներն են Հայաստանում, ասեմ որ ամբողջ աշխարհում է իհարկե սատանան շատ ակտիվ գործում, բնականաբար, բայց Հայաստանում հատուկ ծրագրեր են գործում, նորից եմ ասում, աղանդների մասին չեմ խոսում, որտեղ աղանդները դրանք հատուկ ծրագիր են, ինչպես մարդկանց հեռացնել Աստծուց, ինչպես սուտը ճշմարիտի փոխարեն ճշմարիտի անվան տակ անցկացնել եւ խաբել մարդկանց ու դրանով հեռացնել Աստծուց, ու այս պահին, այս ամենակարևոր օրերում, նորից եմ ասում, վերջին օրերում աշխարհի Հայաստանում գործում են հատուկ ծրագրեր, որ հայերին թուլացած հավատով, Աստծուց հեռացած հայերին պոկեն տանեն Հիսուս Քրիստոսից։ Ուրեմն, դրանցից մեկը այնն է, որ շատ ակտիվ կերպով է հեթանոսությունը քարոզվում Հայաստանում, հեթանոսությունը, կռապաշտությունը ամենաակտիվ կերպով քարոզվում է Հայաստանում, մի անգամ եմ ասել, հիմա էլ եմ ասում, երևի նույնիսկ հեթանոս ժամանակներում այդպիսի ակտիվություն չկար։ Այն ժամանակ երևի նորմալ էր, սովորական էր, այդպես էին ապրում։ Իսկ հիմա դա մի ինչ հեթանոսական պաշտամունք է ակտիվ, այն էլ ինչպիսի հեքիաթներով, ինչպիսի մոլորություններով, ինչպես են կարողանում հազարավոր մարդկանց մոլորեցնել, զարմանալի է, ուղղակի զարմանալի է նաև, տխուր է ճիշտ է,